Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը խորանում է, ինչպես կազդեն Ռուսաստանի կոշտ գնահատականները երկկողմ հարաբերությունների վրա։ Երևանում հնչած թնդանոթի կրակոցները անհանգստություն են առաջացրել քաղաքացիների շրջանում, ինչ նպատակով է կրակել թնդանոթը։ Հանրային քննարկման կենտրոնում է հայտնվել բանակի նոր զինանշանը, ինչու է փոխվել զինանշանը։ Ռուբիոն այսօր առաջին անգամ ժամանում է Հայաստան, ինչ օրակարգով են ընթանալու բարձր մակարդակի բանակցությունները։ ԱՄՆ զինուժը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, որն է նպատակը։ Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը շարունակում է խորանալ։ Մոսկվայից հերթական կոշտ հայտարարությունն են հնչեցրել Հայաստանի հասցեին։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը ինքն է ընտրել իր ճանապարհը եւ պատասխանատվություն է կրում երկրի ապագայի համար։ Նա նաեւ պնդել է, թե Երևանը փորձում է պաշտպանություն գտնել հենց այն ուժերից, որոնք Ռուսաստանի կարծիքով սպառնալիք են տարածաշրջանին։ Մոսկվայի դժգոհությունը միայն քաղաքական հայտարարություններով չի սահմանափակվում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը երեկ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ճանապարհով, ինչը ըստ նրա հարվածելու է Հայաստանի տնտեսությանը եւ շարքային քաղաքացիներին։ Քաղաքական լարվածության ֆոնին արդեն տնտեսական խնդիրների մասին ահազանգեր են հնչեցնում։ Հայաստանյան տնտեսավարողները պնդում են, որ Ռուսաստանը սկսել է սահմանափակել հայկական ապրանքների մուտքը իր շուկա։ Ըստ падգամավոր Գառնիկ Դանելյանի, Բագրատաշենի անցակետից հետ են վերադարձրել դեպի Ռուսաստան արտահանվող հայկական ելակը։ Թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս սահմանափակումները, ռեպորտաժում։ Բեռնատարներով ելակը հետ է ուղարկվել Բագրատաշենի սահմանից, ահազանգում են վարորդներն ու տնտեսվարողները, անցակետում պատճառաբանել են խմբաքանակում ոչ թույլատրելի նյութ է պարունակվել։ Նման խնդիր իրենց Միրգ բանջարեղենի հետ երբեք չի առաջացել։ Պատգամավոր Գառնիկ Դանելյանին պատմել է տնտեսվարողը, որը բազմիցս արտահանել է իր ապրանքը։ Ըստ իրենց հայտնած տեղեկությունների, որ ինձ են հայտնել, բավականին լուրջ ֆինանսական կորուստներ են ունեցել, անգամ հիմա դժվարություն ունեն այդ ապրանքը հայկական շուկայում ռեալիզացիա անելու։ Ֆինանսական ահռելի վնասներ է կրում տնտեսվարողը, որովհետև չի կարողանում ապրանքը ԵԱՏՄ շուկա դուրս բերել, իսկ մեծ ջերմոցային տնտեսությունների արտադրածը ներսի շուկայում սպառելու ծավալ չէ։ Այդ առումով բնականաբար եթե անգամ որոշ մասը էժան գներով վաճառվի, վնասները շատ մեծ են ելնելու, որովհետև ծախս են արել այդ ապրանքը աճեցնելու համար։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից հաստատեցին, փորձաքննություն են իրականացրել ու ելակի մեջ վտանգավոր օրգանիզմ հայտնաբերել։ Հետո զարմացան, ինչու են տնտեսվարողները բողոքել Գառնիկ Դանելյանին, եթե տեսչականի որոշմանը ադեկվատ ու ֆորմալ են վերաբերվել։ Եթե բեռների մեջ հուսասանիտարական ենթահսկման բեռների մեջ հայտնաբերվում են խախտումներ, կարանտի վնասակար օրգանիզմներ, մենք բոլոր բեռներից վերցնում ենք նմուշներ, տանում ենք լաբորատոր փորձաքննության եւ եթե կարանտին վնասակար օրգանիզմը հայտնաբերվում, բնականաբար դրա արտահանումը կասեցվում է, որևէ խնդիր չկա։ Մենք որևէ բողոք չենք ստացել տնտեսվարողներ։ Հավելեցին, իրավիճակն ուռճացվում է Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին։ Ռոսսելխոզնadzորը օրեր առաջ էր հայկական Միրգ բանջարեղենի մուտքն ու վաճառքը արգելել, եւ վիճակը կասկածելի է թվում անգամ պատահական համընկնում լինելու դեպքում։ Պատգամավորը կարծում է, տնտեսվարողները բողոքել են, որովհետև գյուղատնտեսական սեզոնին փաստի առաջ են կանգնել, որտեղ սպառեն իրենց արտադրանքը։ Ելակից հետո գալիս է կերասը այլ գյուղատնտեսական մթերքներ, դի բացատրություններ տա էկոնոմիկայի նախարարությունը։ Եթե տեղը կա, ուրեմն պետք է տեղը ասի, եթե տեղը չգիտի, ուրեմն դուրս է գալիս, որ ի վնաս հայ արտադրողի գործմա եւ փաստացի ոչ լուծումներ առաջարկում, ոչ էլ տեղականգնում եւ իր պարտականություններն, իր պարտավորություններ չի կատարում։
Դանիելյանը հավելեց, կառավարությունը Ռուսաստանի հետ նման կոշտ ռետորաբանությունից առաջ պիտի գնահատեր հետևանքներն ու զբաղվեր այլընտրանքային շուկա ապահովելով, որ գյուղացին սեփական տնտեսությունը փակելու եւ ֆինանսական ահռելի վնասներ ունենալու խնդրի առաջ չկանգներ։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ հայ-ռուսական հարաբերությունները վատթարանում են, այդ ֆոնին այսօր առաջին անգամ Հայաստան է գալիս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն ամերիկացի պաշտոնյային կընդունեն Զվարթնոց օդանավակայանում, որտեղ էլ նախատեսված է Ռուբիոյի եւ Միրզոյանի առաջին հանդիպումը։ Չի բացառվում նաեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Ռուբիոյի այցը արդեն ակտիվ քննարկվում է քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով Վաշինգտոնի հիմնական նպատակը Հարավային Կովկասում թրիփ նախագծի առաջմղումն ու Իրանի շուրջ ճնշումների ուժեղացումն է։ Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուբիոն չի այցելում Բաքու եւ սա ըստ նրա պատահական չէ։ Սարգսյանը նաեւ չի բացառել, որ իշխանությունը Ռուբիոյի այցը կօգտագործի ներքաղաքական PR-ի համար։ Ռուբիոյի Բաքու չմեկնելն իմ կարծիքով պատահական չէ։ Թրիփն անցնում է Հայաստանի տարածքով եւ առավելապես հայ-ամերիկյան նախագծի բնույթ ունի։ Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է ամերիկացիներին թե թրիփի, թե Իրանի հարցերում։ Ուստի լրացուցիչ պարզաբանումների կարիք գրեթե չկա։ Հետևաբար բանակցությունների հիմնական ուշադրությունը կարծում եմ կարող է կենտրոնանալ Իրանի շուրջ զարգացումների եւ թրիփի ապագայի վրա։ Վստահ եմ շատերին հետաքրքրում է նաև Ռուբիոն ընտրություններին ընդառաջ ուղիղ ձևով կաջակցի արդյոք գործող իշխանությանը։ Ես դա հնարավոր եմ համարում, սակայն միայն այդ նպատակով Երևան հաստատ չէր այցելի աշխարհի ամենազբաղված մարդկանցից մեկը։ Ավելի գլոբալ առումով Միացյալ Նահանգները Հայաստանում բնականաբար աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը, անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը։ Ռուբիոյի այցի շուրջ քննարկումները պայմանավորված են նաև դրա անսպասելի կազմակերպմամբ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը այցի մասին պաշտոնապես հայտարարեց գրեթե վերջին պահին, ընդամենը 1 օր առաջ։ Թե ինչ պայմանավորվածություններով է ԱՄՆ պետքարտուղարը գալիս Երևան, ինչ փաստաթղթեր կարող են ստորագրվել եւ արդյոք սա սովորական դիվանագիտական այց է, թե ավելի լայն տարածաշրջանային գործընթացների սկիզբ, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Մայիսի 26-ին պատմության մեջ 3-րդ անգամ ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Հայաստան։ Սակայն այցից ընդամենը 1 օր առաջ է Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում այս մասին, նշելով նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրման մասին։ Վերջին պահին հարմարեցրած այց է, որը նախապես չէր ծրագրավորվել։ Իհարկե թեմաներ, նյութեր կան քննարկման, բայց նախատեսված չէին, պարզապես կարելի ենթադրել, որ մի քանի թեմա իրար են միացրել, բայց գլխավորը այստեղ իհարկե ընտրությունների նախօրյակին կառավարությանը Միացյալ Նահանգների աջակցությունը ցուցաբերելն է, այդ ամեն ինչը ցույց տալն է։ Վահրամ Կաժոյանը նշում է, այցը նաև աշխարհագրական համընկնում ունի։ Ռուբիոն գտնվել է Հնդկաստանում եւ վերադարձի ճանապարհին նպատակահարմար է եղել այցելել Հայաստան։ Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դյունիկ Աղաջանյանի գնահատմամբ նույնպես այցը նախապես ծրագրված չէր։ Նա սա կապում է վերջին շրջանի արագացված գործընթացների հետ, հիշեցնելով նաև թրիփի շուրջ փաստաթղթերի ստորագրումն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի անակնկալ այցը Վաշինգտոն։ Ես չեմ զարմանում, որ իրենք դրա մասին շատ կարճ ժամանակում են տեղեկացնում։ Ենթադրում եմ, որ բացի նրանից, որ պետքարտուղարը երևի հույս ունի գործող իշխանություններին նստած անձնավորությանը ինչ-որ մի կերպ աջակցություն ցուցաբերել այս բարձր մակարդակի այցը անելով, ինչը մենք տեսանք նաև եվրոպական առաջնորդների այցով այդ եվրոպական համագործակցության շրջանակներում, որը կարծում եմ որևէ էական արդյունք չի տալու։ Վահրամ Կաժոյանը ենթադրում է, որ օրակարգում կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործակցության փաստաթուղթը եւ ԱՄՆ կառավարության խոստացած $145 միլիոն աջակցությունը ուղղված առևտրին, սահմանային բարեփոխումներին, էներգետիկ արդիականացմանը, թրիփի զարգացումներին եւ տարածաշրջանային գործընթացներին։
Կաժոյանի խոսքով անկախ ամեն ինչից այցի հիմնական առանցքը մեկն է։ Չի կետը, բայց թերևս կարևորագույնը ընտրություններից տարածիորեն 2 շաբաթից ավելի պակաս ժամանակ առաջ ցույց տալ ԱՄՆ վարչակազմի աջակցությունը Հայաստանի կառավարությանը։ Ձյունիկ Աղաջանյանը սակայն իշխանության գործողությունների մեջ տեսնում է նաև ավելի խորքային շերտեր։ Որպեսզի նաև ընդդիմությունը տեղեկատված չլինի եւ ժամանակի ընթացքում նաև ցույցերի իրենց բողոքի ակցիաների միջոցով հանրային իրական տրամադրությունները արտահայտելու հնարավորություն ունենան։ Ինչ վերաբերում է փաստաթղթի բնույթին, Աղաջանյանը ենթադրում է, որ այն լինելու է հուշագրի տեսքով զիջումների տրամաբանությամբ։ Գործընթացի արագացումը ըստ նրանց կապ ունի նաև տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների հետ, որտեղ Իրանի շուրջ լարվածությունը եւ լոգիստիկ նոր սխեմաների ձևավորումը կարևոր գործոն են, իսկ թրիփը դիտարկվում է որպես առանցքային բաղադրիչ։ Իրավիճակից դատելով ենթադրում է, որ իրենք ինչ-որ հերթական իրավական փաստաթղթային ձևակերպումներ են տալու այն հանձնառությունները, որը իշխանությունները ունեն եւ վաղուց ունեն այդ առումով այս թուրք-ադրբեջանական թուրանական ծրագիրը կյանքի կոչելու նպատակով։ Վերջերս արդեն եղել են մաքսային եւ սահմանային ծառայությունների փոխայցեր, որոնց հիման վրա ձևավորվում են նոր պայմանավորվածություններ։ Մի մասը հրապարակային, մի մասը գաղտնի։ Ռուբիոն կդառնա երրորդ ԱՄՆ պետքարտուղարը, ով այցելել է Հայաստան, Ջեյմս Բեյքերից եւ Հիլարի Քլինթոնի 2 այցերից հետո այդ առումով իհարկե նշանակալից է, բայց եթե իմանանք, որ այն իսկապես կարող է օգտակար լինել Հայաստանի հետագա զարգացմանը, ինչ որտեղ նպաստել թեկուզ ասենք մեր գերիների հետ կանչի հետ բերելու հարցերին, որը կարևորագույնը կլիներ, քննարկման առարկա դառնային, այսինքն գրավված տարածքներում հայկական հուշարձանների պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրները, ապա կարելի է ասել, որ իսկապես այցը իր նպատակին ծառայեց։ Մարկո Ռուբիոն ԱՄՆ 72-րդ պետքարտուղարի պաշտոնը ստանձնել է 2025-ին։ Լինելով հանրապետական սենատոր, նա հայտնի է կոշտ արտաքին քաղաքական դիրքորոշումներով, հատկապես Չինաստանի, Իրանի եւ Կուբայի հարցերում։ Նրա կարիերայի ընթացքում եղել են նաև մի շարք սկանդալային պատմություններ։ Ամենահայտնիներից են Ֆլորիդայի հանրապետական կուսակցության քարտով անձնական ծախսերի վերաբերյալ քննադատությունները, լոբիստական կապերի եւ գաղտնի ֆինանսավորման, նաև նավթագազային ընկերություններից մեծ աջակցություն ստանալու թեմաները։ 2016-ի քարոզարշավում նա եւ Թրամփը հրապարակային սուր վիրավորանքների էին անցնում, սակայն հետագայում Ռուբիոն դարձավ Թրամփի կարևոր դաշնակիցներից մեկը, ինչը հաճախ քննադատվում է որպես քաղաքական կտրուկ շրջադարձ։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մինչ այստեղ սպասում են ամերիկացի պաշտոնյային, Երևանում արդեն մեկնարկել են մայիսի 28-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ Ժամեր առաջ մայրաքաղաքում թնդանոթի կրակոցներ են հնչել, ինչից հետո Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է։ Դրանք կապված են նախատեսվող զորահանդեսի փորձերի հետ։ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ հնչել է 3 կրակոց, իսկ հետո Երևանի կենտրոնում թռիչքներ է իրականացրել նաև հայկական ռազմական ավիացիան։ Մայիսի 28-ի միջոցառումների նախապատրաստության ընթացքում քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև հայկական բանակի զինանշանի նոր տարբերակը։ Տարիներ շարունակ օգտագործված խորհրդանիշը փոխվել է առանց պաշտոնական հայտարարության, հանրային քննարկման կամ իրավական հիմնավորման։ Փաստացի փոփոխության մասին հասարակությունը տեղեկացել է ուշացած միայն այն պահին, երբ հանրապետության հրապարակում արդեն տեղադրվել են նոր զինանշանով պաստառներ։ Ինչ է փոխվել զինանշանում, ով է հաստատել նոր տարբերակը եւ ինչու մինչեւ հիմա որևէ պաշտոնական պարզաբանում չի տրվել, ռեպորտաժում։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը հաստատվել է 2001 թվականին։ Զինանշանի հիմքում դրվել են հայկական պետականության եւ բանակի հիմնական խորհրդանիշները՝ արծիվը, եռագույնը, վահանը, խաչը եւ սուրը։
Կենտրոնում պատկերված կլոր վահանի վրա գտնվող հավասարաթև խաչը ներկայացվել է որպես Հայաստանի քրիստոնեական ժառանգության եւ հավատի խորհրդանիշ։ Արծիվը խորհրդանշում է ուժ, հզորություն, խորաթափանցություն եւ կամքի, իսկ սուրը հայրենիքի պաշտպանության պատրաստակամությունը։ Այսօր սակայն հանրությանն անհայտ պայմաններում շրջանառության մեջ է հայտնվել մի նոր զինանշան, որի վերաբերյալ չկա հրապարակված իրավական ակտ, չկա հանրային քննարկում եւ չի ներկայացվել նաեւ թե ինչ են խորհրդանշում ավելացված նոր տարրերը կամ ինչու է հանվել նախկին զինանշանի կենտրոնական խաչը։ Այնքան է գնացել եւ կուտակվել բոլոր խնդիրները, այդ թվում զինված ուժերի հետ կապված, որ մարդկանց համար պարզապես մեկ բառով, տապալուն բառով է իշխանությունը սկսել որակվել։ Հանրապետության հրապարակում արդեն տեղադրված են զորահանդեսին նվիրված պաստառներ, որոնց վրա պատկերված է զինված ուժերի զինանշանից էականորեն տարբերվող նոր տարբերակ։ Նոր տարբերակում փոխված են հիմնական տարրերը, ավելացված է Հայաստանի փոքրացած քարտեզը։ Փոխվել է կենտրոնական խորհրդանիշը, իսկ նախկին խաչի փոխարեն օգտագործվում է այլ նշան։ Նայում եմ մի քանի կադրեր, որոնք անոնսն են զորահանդեսի, նայում եմ դեմքերը, դրանց պահվածքը, այդ պաշտոնյաների, որոնք այդտեղ ներկայացված են, կարծես 44-օրյա պատերազմին իրենք են հաղթանակ տարել, կարծես թե 3 տարի իրենք են Ադրբեջանի տարբեր տարածքներ օկուպացրել։ Հարցն այստեղ միայն գեղագիտական չէ, խնդիրն այն է, որ հանրությանը չի ներկայացվել որևէ նախագիծ, չի կազմակերպվել մասնագիտական կամ հանրային քննարկում, չի հրապարակվել որևէ իրավական ակտ, որով կսահմանվեր զինանշանի փոփոխությունը։ Այս 8 տարիների ընթացքում իշխանությունը մի քանի բանով առանձնացել է, բայց առաջին հերթին առանձնացել է օրենքի վրա թքած ունենալու այդ իր քաղաքականությամբ, ըստ իրավիճակի, ըստ անձնական ճաշակի, ըստ քաղաքական ամբիցիաների փոխվում են բաներ, որոնց փոփոխությունը առնվազն բավականին մեծ քննարկումների պահանջ է ենթադրում։ Զրուցակիցներս կարծում են զինանշանի փոփոխության մասին, այսպես ասած, անակնկալ կերպով հենց զորահանդեսին են հայտնելու ու ամենավատն այն է, որ մեր հանրության համար սովորական են դարձել նման ապօրինությունները։ Պաշտպանության նախարարությունն այս աղմուկի մեջ լուռ է, պարզաբանում նախարարությունը չի տարածել։ Մենք զրուցեցինք նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, որը հորդորեց գրավոր դիմել իրենց։ Իդեպ նոր զինանշանը հայտնվել է նաև նոր համազգեստների վրա, որոնք տրամադրվել են զորահանդեսին մասնակցող զինվորներին։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ արտաքին քաղաքական զարգացումները շարունակում են լարված մնալ, ներքաղաքական դաշտում արդեն արձանագրվել է առաջին փոփոխությունը։ Նախընտրական պայքարի ամենաթեժ փուլում Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչից հետո ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Սա նշանակում է, որ առաջիկա ընտրությունում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Ընտրապայքարի առանցքային թեմաներից մեկը շարունակում է մնալ Արցախի հարցը։ Քաղաքական ուժերը ներկայացում են իրենց պատկերացումները թե արցախցիների ապագայի, թե գերիների վերադարձի վերաբերյալ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը արցախցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում պետք է ստեղծվի փոքրիկ Արցախ, որտեղ արցախցիները հնարավորություն կունենան պահպանելու իրենց մշակույթն ու ինքնությունը։ Կարապետյանը նաև հայտարարել է, որ հնարավորինս արագ պետք է վերադարձվեն Ադրբեջանում պահվող հայ գերիները։ Ամեն ինչ անում էի, որ ունենաք ինչ-որ չափ բարեկեցիկ կյանք, որովհետև դուք մեր ազգի առաջամարտիկներն էիք։ Ոչ միայն դուք, ձեր երեխաները, առավել ևս, շատերդ ես գիտեմ, որ այնտեղ խնդիրներ ունեցաք եւ բոլորս գիտենք, ում պատճառով այդ խնդիրները դուք ունեցաք։ Մեղավորը միայն այս ներկայ իշխանությունն է, ովքեր ամեն ինչ արեցին, որ հայաթափեն մեր երկրորդ հայրենիքը, հիմա էլ ամեն ինչ անում են, որ հայաթափեն մեր առաջի հայրենիքը։ Դուք մեր հայրենիքում, ձեր հայրենիքում պետք է ամենալավ ձևով ապրեք։
Իդեպ Բաքվի դատարանը սկսել է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների եւ մյուս գերիների բողոքները նախկին դատավճիռների վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ գործը քննում է Բաքվի վերաքննիչ դատարանը։ Հայ գերիների թեման վերջին օրերին նաև ներքաղաքական վեճերի պատճառ է դարձել։ Հասարակական ու քաղաքական շրջանակները քննադատում են Արարատ Միրզոյանի արձագանքը լրագրողի հարցին, որը վերաբերում էր գերիների խնդրին։ Գյումրիում լրագրողի հարցին Միրզոյանը կոշտ ու կտրուկ արձագանքել էր, ինչից հետո թեման լայն քննարկվել է սոցիալական ցանցերում եւ քաղաքական շրջանակներում։ Թե ինչ է ասել Միրզոյանը, լսենք։ Պարոն Միրզոյան, գերիների հարցը Դեպքը մեկնաբանել է նաև Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Սա այն անձնավորությունն է, որը պետք է պաշտպանի Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը միջազգային ակցիաներում եւ ամբողջ աշխարհում։ Ու տեսեք ինչպես է արտահայտվում գերիների մասին։ Լսի Արարատ կամ ըստ Նիկոլի Արագած դու ամոթ, բարոյականություն, պատասխանատվություն գոնե մի գրամ ունես, այսինքն ձեր գործունեության, անձամբ նաև քո գործունեության արդյունքում այսօր այդ մարդիկ գտնվում են Բաքվի բանտերում։ Նրանք ոչ ահաբեկիչ են, ոչ էլ հանցագործներ, նրանք դատվում են բացառապես նրա համար, քանի որ հայ են։ Նրանց դատելով այսօր Ադրբեջանը դատում է առհասարակ հայ ժողովրդին։ Ու ինչպես է արտահայտվում, ինչ է նշանակում ծնգլարիք։ Ժորժ ջան, սրանք են Հայաստան ներկայացնողները այսօր։ Սրանք որ ձեզ սրտիկներ են ուղարկում, տեսեք այդ սրտիկների հետևում ինչ է թաքնված, խորը ատելություն։ Սրանք առհասարակ խնդիր ունեն կենթանի մնացած, ողջ մնացած հայ մարդու հետ։ Նիկոլ Փաշինյանը ռոպրովերստում ընկնում Արցախահայերի հետևից, թե ինչի չեք զոհվել։ Դա Հայաստանի Հանրապետության այսպես կոչված վարչապետն է, պաշտպանության նախարարը, հոխորտում է մարդկանց վրա, որ ինչի եք ողջ, ինչի չեք զոհվել։ Արտգործ նախարար, տեսեք ինչպես է արտահայտվում գերիների մասին։ Վայքում նախընտրական հանդիպման ժամանակ Իշխան Սաղաթելյանը նաև հայտարարել է, որ գործող իշխանության վերընտրվելու դեպքում հնարավոր են նոր տարածքային զիջումներ, այդ թվում Տիգրանաշենի հարցում։ Կես մարդու հիմնական խոսույթը ինչ է Ժորժ ջան, ինչ է ձեզ բոլորին ասում։ Ասում է, որ բերելու եմ խաղաղություն։ Տեր կանգնեք ձեր խաղաղությանը։ Տեսեք, Թուրքին բերել է, նստացրել է Սիսիանի գլխին, եկեք ձեզ համոզում է, որ խաղաղություն է բերել։ Եկեք ձեզ ասում է խաղաղությանը տեր կանգնեք։ Մի առիթով ասել են Ժորժ, սա խայով է սկսում, բայց խաղաղություն չի։ Իր ասածը խարդախություն է, խաբեություն է, խառնակչություն է, բայց երբեք խաղաղություն չի։ Ինքս տեյության ձեզ, որ ասում է տեր կանգնեք խաղաղությանը, իրականում ասում է տեր կանգնեք պարտությանը, տեր կանգնեք նվաստացմանը։ Իր առաջարկը մեր ժողովրդին, այս օրերին սա է։ ՔՊ-ի ծրագիրը, եթե ուշադիր նայեք Ժորժ ջան, ամենակարևոր եւ էական բանն է։ Խոստումները Նիկոլ Փաշինյանի մեր ժողովրդի հետ կապ չունի։ Այդ խոստումները ձեզ ուղղված չի։ Դա ըստ էության պարտավորություն է Ալիևի առաջ։ Նախընտրական քննարկումների առանցքում շարունակում են մնալ նաև սահմանների եւ հնարավոր տարածքային զիջումների թեմաները։ Վայքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը այլևս զիջելու տեղ չունի։ Նայեք, իրենք Գիրանցում բավական մեծ տարածքներ հանձնեցին Ադրբեջանին։ Եվ ընդամենը դա երբ եղավ, արդեն ինչքան ժամանակ անցավ։ Ընդամենը 2 շաբաթ առաջ են հաստատել դելիմիտացիայի նորմատիվային փաստաթղթերը։ Չի եղել փաստաթղթեր նորմատիվային, որով դու պետք է դելիմիտացիան անես, բայց այնտեղ հողերը հանձնել են եւ հայտարարել են, որ արդեն դելիմիտացիան արել են։ Սա արդեն եւս մի քրեական գործ է, որը Նիկոլ Փաշինյանը շալակել է։
դու առանց փաստաթղթերի, առանց քարտեզների արել ես դելիմիտացիա։ Հիմա այս հարցը ընդհանրապես նման հարցեր ուղղակի չեն կարող sense կտոր լուծվել։ Ընդհանուր մոտեցումը պետք է որոշվի, հստակեցվի եւ ընդհանուր մոտեցման մեջ այդ sense ամբողջական որոշումը պետք է թղթի վրա դրվի եւ միայն վերջնական դառնալու հետո պրակտիկողի վրա պետք է անես։ Տիգրանաշեն չի կարող ինքը անցնել Ադրբեջանին։ Ուղղակի բացառում է։ Բացառում։ Ազգային ժողովի այսօրվա նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով։ 107 պատգամավորից նիստին մասնակցել է ընդամենը 5-ը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինուժը հայտնել է, որ Իրանի հարավում, այսպես ասած, ինքնապաշտպանական հարվածներ են իրականացրել թիրախավորելով հրթիռների արձակման կայաններ, նաև իրանական նավեր, որոնք ամերիկյան կողմի պնդմամբ փորձում էին ականներ տեղադրել նավագնացության կարևոր ուղիների մոտ։ Այս զարգացումներին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կարող են տևել մի քանի օր։ Ռուբիոն նաև ընդգծել է, որ անկախ ամեն ինչից Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա։ Մինչ տարածաշրջանում շարունակվում են ռազմական ու քաղաքական լարվածությունները, Իրանից հնչում են նաև ներքին իրավիճակին վերաբերող հայտարարություններ։ Ֆարս գործակալության փոխանցմամբ Իրանում առաջիկայում կվերականգնվի ինտերնետ կապը։ Հիշեցնեմ, որ երկրում ինտերնետի հասանելիությունը խիստ սահմանափակված էր ավելի քան 3 ամիս։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC Newsroom հաղորդման հերթական թողարկումը ժամը 18-ին է, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։